Բարի երեկո, մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից, արդեն ավանդական զրույցով։ Դեռ այսօր ժամին բազմաթիվ մեր հայրենակիցներ բարձրանում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրքը մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ նախօրեին Երևանում շուրջ 30 տարվա ավանդույթ ունեցող ջահերով երթն էր, որին մասնակցում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ, երթ, որի դիմացից քայլում էին մեր երիտասարդները, ջահերը ձեռքներին, ապա Հայաստանի և Արցախի Հանրապետության դրոշների երկար շարք ու տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ մոմերը բռնած ի հարգանս հայոց ցեղասպանության զոհերի։ Սպասելի էր, որ արձագանքներ լինելու են, և այս տարի հատկապես սպասելի էր, որ ուրացման արձագանքը լինելու է առաջին հերթին Հանրապետության հրապարակի կառավարության շենքից, այդպես էլ եղավ, բայց որքան էլ զարմանալի է, այս արձագանքների մեջ երեկվանից լսում են տարբեր ձայներ, ինչու այսպես եղավ, ինչու ջահերի երթին այս խոսքը եղավ, ինչու դրոշը այսպես վառվեց, ինչու այսպես չվառվեց, ակամայից ուզում եմ անկեղծ ասել, մարդ, որ առաջին իսկ տարվանից մասնակցել է, ներկա եղել ջահերով երթին, ուզում եմ այդ բոլոր հարց տվողներին ասել, լսեք, բա դուք ուր էիք, որ մի երթի կազմակերպման աշխատանքների մեջ կայք, որ հիմա էլ սկսել եք քննարկել այս կամ այն դրվագը։ Իրականում ջահերով երթի գաղափարը մեր դաշնակցական երիտասարդները, որ սկսեցին, լրիվ այլ կերպ էր, շուրջ 200 երիտասարդ ջահերը ձեռքներին քայլում էին, ու տարիներ շարունակ լրագրողները շատ լավ եմ հիշում, այդ թվում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչները միշտ գաղթագողի հարցնում էին, իսկ դրոշը այրվելու է, դրոշը երբ է այրվելու, ու որևէ մեկն էլ չգիտեր, մեկ էլ հանկարծ պատահաբար ճանապարհին Բաղրամյան պողոտայի վրա պայմանական հիշում եմ դեպք ամերիկյան դեսպանատան դիմաց դրոշն այրվում էր, երիտասարդներն էլ վրայով քայլում էին։ Դրոշ այրվելը ջահերով երթի թիվ 1 ու կարևոր կուլմինացիան չէ, ջահերով երթի խորհուրդը այն է, ինչ որ այս տարի երիտասարդները նորից հայտարարեցին, պայքարը շարունակվում է, դա պայքարի խորհրդանիշ է, ջահը բռնած երիտասարդի պայքարի խորհրդանիշ է, որ ուրացում չի լինելու, որ որքան էլ իշխանությունը, այսօր ժամանակավոր իշխանությունը փորձի ուրանալ, դա ժամանակավոր է, հայությունը, հայ երիտասարդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ պայքարը մինչև վերջ տանելու է, իսկ մնացյալը ջուր պղտորողները, ամեն րոպե ինչ որ խնդիր հարուցողները կանցնեն ու կգնան, ինչպես նախորդ տարիներին ոչ ջահի մասին են մտածել, ոչ պայքարի մասին են մտածել, այդպես էլ վաղը դրա մասին չեն մտածելու և իրականում որևէ մեկը նրանց չի էլ հիշելու, լավ մնացեք։